Ամերիկայի Միացյալ Նահանգները թեժացնում է իրավիճակը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շուրջ, այլ ոչ թե աշխատում է Թբիլիսիի, Սոխումի եւ Ցխինվալի միջև ուժիչ կիրառման մասին համաձայնագրի վրա, հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Անտոնովը։ Եթե վարչակազմն իսկապես հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ապահովմանը, ապա պետք է հրաժարվի Ռուսաստանի հասցեին մեղադրանքներից եւ պատժամիջոցային սպառնալիքներից։ Չփորձեք խափանել մեր երկրի եւ Վրաստանի միջև ստեղծվող կապերը։ Կարևոր է կենտրոնանալ Անդրկովկասում անվտանգության եւ կանոնության վերաբերյալ Ժնևյան միջազգային քննարկումների շրջանակներում գործնական աշխատանքի վրա։ Նախ գործը տանել դեպի Թբիլիսիի, Սոխումի եւ Ցխինվալի հետ ուժիչ կիրառման մասին իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի կնքումը, այլ ոչ թե սրել իրավիճակը, ինչով այժմ զբաղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, ասվում է Անտոնովի տարածած մեկնաբանության մեջ։ Նրա խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգները միտումնավոր գլխիվայր շուռ է տալիս իրավիճակը, բարթելով 2008 թվականի իրադարձությունների պատասխանատվություն, որն իրականում ընկած է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի վրա։ Հենց նրա հանցավոր հրամանով հարավոսական ժողովրդի դեմ սանձազերծվեց լայնամասշտաբ պատերազմ, ասել է նա։ Վաղուց ժամանակն է, որ Վաշինգտոնն ընդունի, որ այդ անմարդկային որոշումը նաև Միացյալ Նահանգների սխալ քաղաքականության հետևանք էր։ Չէ՞ որ Արևմուտքն էր, որ նրան բերեց իշխանության, իսկ հետո եռանդով աջակցեց Սաակաշվիլիի օդիոզ ռեժիմին։ Եվ մինչ օրս շարունակում է լոբբին կանել նշված գործչի շահերը, ինչպես վերջերս հաստատել ամերիկյան արտադատության նախարարությունը, հայտարարել է Անտոնովը։